ոչ իրավաչափ մեթոդներով այրել են գույքը, խցի։ Օրինական պահանջները չկատարելուց հետո արդեն կիրառվել է ֆիզիկական ուժ։ Գետնին են գցում ուրեմն դատապարտյալին, կանգնում են վրան ու սկսում են դուբինկաներով ծեծել։ Այս պահի դրությամբ որևէ հայտնաբերված վնասվածքով անց մենք չունենք։ Հատուկ նշանակության ծառայողների գործողությունների հետևանքով ունեն վնասվածքներ։ Փոխանակ մի հատ բաժան հերքում են ամեն ինչ։ Իսկ ով ասում է բռնություն է կիրառվել։ Սպեցնազ կոչվածը առևանգել է դատապարտյալներից մեկին։ Խնդիրներ ամեն օր կան եւ լուծումները իհարկե բռնությամբ չեն։ Նուբարաշենը դա բռնությունների որջ է։ Նախորդ շաբաթ տեղեկություն տարածվեց, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի 5-րդ հարկում հատուկ ջոկատայինների կողմից ծեծի են ենթարկվել ցմահ դատապարտյալները։ Ինչ է ձեզ հայտնի միջադեպից։ Բուն պատճառը կդժվարանամ ասել ինչն էր հիմքում դրված, որովհետև այն ինչ որ հայտարարում են իշխանությունները, մեղմ ասած չեն բացահայտել իրական պատճառները, բայց հաշվի առնելով որ Հայաստանը ցանցային երկիր է, հաշվի առնելով որ մենք շատ կարճ ժամանակում իմանում ենք տեղեկություններ, մանրամասներ բոլոր իրադարձությունների մասին, ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ հետո իրական պատկերը տեսանելի կլինի, որովհետև այն հիմնավորումները ճակերտավոր եւ այն պարզաբանումները, որոնք որ տալիս էին, իրականությանը համապատասխանել չեն կարող։ Դրանք լուրջ չեն։ Չի կարելի ասել, որ կողքի խցից թխթխկոցները խանգարում էին մարդկանց հատուկ ջոկատայիններին իրականացնել իրենց գործառույթը, ասելա թե մյուս խցից տեղափոխել ցանկացած մեկին այլ վայր, դա լուրջ չի։ Ասել, որ խցից թխթխկոցների արդյունքում անհրաժեշտություն առաջացել անցկացնել խուզարկություն, եւս լուրջ չի։ Խուզարկություն անցկացնում են շատ հստակ պայմաններում։ Խուզարկություն անցկացնում են, երբ վստահ են, որ կան արգելված իրեր։ Թխթխկոցից ինչն էր հուշում, որ խցերում կան արգելված իրեր։ Եվ այդ մեթոդը, այդ ձևը, որով որ իրականացրել են խուզարկությունը, դա չի կարող արդարացնել ոչինչով, որովհետև սահմանադրությամբ մեր միջազգային պարտավորություններով Հայաստանի Հանրապետությունը ունի պարտավորություն զերծ մնալ խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից։ Այո, կարող են ուժ կիրառել, այո, կարող են հատուկ միջոցներ ձեռնարկել, կիրառել, բայց խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք անթույլատրելի է։ Տվյալ անձին ենթարկվել է բժշկական զննության, այս պայդրությամբ հայտնաբերված վնասվածքով որևէ անձ չունենք, միջադեպից հետո հայտարարեց Արդարադատության նախարարը, մինչդեռ ՄԻՊ ներկայացուցիչներն արձանագրել են ազատությունից զրկվածների մարմնական վնասվածքներ։ Ով եւ ինչու է ստում։ Պետք է նշել, որ առաջին հետազոտությունը անցկացրել էին հենց Նուբարաշենի բժիշկները, իսկ պետք է վստահ լինել, որ համակարգը չբարեփոխված հատկապես համակարգը ինքը գործում էր բոլոր ժամանակներում, գործել է հետևյալ կերպ։ Ներսի բժիշկները երբեք չեն արձանագրել բռնության հետքերը։ Դա փաստ է, դա կապացուցեն ցանկացած փաստաբան, ցանկացած իրավապաշտպան 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 20 տարի առաջ մենք ունեցել ենք նույն պատկերը։ Եվ շատ հետաքրքիր է Արդարադատության նախարարը եւս կրկնում է նույն վարքագիծը, որ ունեցել ենք 5, 10, 20, 25 տարի առաջ, երբ Արդարադատության նախարարը քննությունը չավարտված իրավական գնահատականներ ա տվել պրոցեսների։ Նաև առողջական վիճակի հետ կապված դեռ վերջնական պատկերը չունեցած, խոսել, որ որևէ մեկը որևէ վնասվածք չունի, դա իհարկե ցավալիորեն մեր նախարարը նորանշանակ, համատաբար նորանշանակ նախարարը հավասարվեց այն նախորդ ռեժիմների նախարարներին, որոնք որ կրկնել են այդ նույն պատկերը։ Հեղափոխական, բարեփոխված, այսպես ասած նախարարները կրկնում են նույն վարքագիծը, նույն խոսույթը, որը մենք ունեցել ենք տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ։ Ինչու դեպքից անմիջապես հետո ծառայողական քննություն չի նշանակվել եւ ինչու է Արդարադատության նախարարն առանց քննության եւ դրա արդյունքների հայտարարում, թե բանդի ղեկավարությունը գործել է օրենքի շրջանակներում։ Նախարարը սխալ արեց, դա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ նախարարը պիտի հայտարարեր, որ գործողությունները պետք է բխեին, ենթադրենք, այլ ձևակերպումով կարող է նշել, բայց հաստատուն միտք արտահայտել առայն, որ որևէ խախտում տեղի չի ունեցել, նախարարը ենթադրում եմ, որ ներկա չի եղել, կամ գուցե ներկա է եղել, մենք տեղեկացված չենք, գուցե օնլայն հեռարձակումով նայել, համաժամանակյա հեռարձակմամբ, դժվարանում եմ ասել, բայց այդպիսի պնդում անելու համար դու պիտի կամ անձնապես ներկա լինել, բայց դա էլ բավարար չէր լինելու, որովհետև այդպիսի գնահատական տալու համար մենք ունենք հատուկ ծառայություններ։ Քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարի 205 ազատազրկված անձանց կողմից ինքնավնասման 619 դեպք է արձանագրվել։ Ինչու են կալանավորված անձիկ կամ դատապարտյալները դիմում նման քայլի։ Հիմնական պատճառը դա չլսված լինելն է։
արդարադատության process-ից դժգոհ լինելն է։ Իրենց նվազագույն պահանջները չբավարարելու հիմքերով են այդպիսի գործողություններ անում, որովհետև ամիսներ շարունակ սպասել ծայրահեղ անհրաժեշտ բժշկական հետազոտությանը եւ չստանալ որևէ պատասխան, անշուշտ մարդը ստիպված է լինում գնալ այդպիսի գործողությունների կամ իրենց դիմումների, բողոքների պատասխանները չստանալու արդյունքում իրենք ստիպված են լինում գնալ այդպիսի ծայրահեղ քայլերի, որոնք շատ անգամ նաեւ կյանք են արժենում իրենց։ Վերջին շրջանում կալանավորված անձանց դատապարտյալների թիվն ավելանում է։ Արդյունքում քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են աշխատում։ Ինչ է պետք անել պատկերը փոխելու համար։ Թվի առումով ոչ մի փոփոխություն չի լինելու, գուցե պահման պայմանների հետ կապված մի փոքր թեթևացված վիճակ լինի, մենք այդպիսի իրավիճակ ունեցանք, երբ կառուցվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկը, բայց շատ կարճ ժամանակ հետո պարզվեց, որ այնտեղ էլ կան շինարարական խնդիրներ, որի արդյունքում ամռան օրերին այնտեղ ուղղակի շնչել չի լինում, եթե ընթացակարգի խախտմամբ այդ վալչոկ կոչվածները, դռնակները դրան վրա փոքր դռնակները բաց չանեն։ Այսինքն օդափոխության լրջագույն խնդիր կա։ Բայց ամենակարևոր խնդիրը, որը չի փոխվելու, անկախ նրանից թե քանի նոր շենք կկառուցեն ու ինչ կան, իրենք տենց սուպեր, այսպես բան կար, հա, կահավորված կլինեն, չի փոխվում վերաբերմունքը կալանավորի նկատմամբ։ Եթե ամեն անգամ անհամաձայնության կամ, չգիտեմ, դժգոհության պայմաններում գալու են 30-40 անձ եւ բռնության ենթարկեն անհասկանալի պայմաններով ու պատճառներով ու բացատրություններով, ինչ տարբերություն Նուբարաշենի շենքում կծեծեն մարդկանց արուն լվիկ կանեն, թե օրինակ գեղեցիկ կահավորված շենքում կալանավորի համար ըստեյության ինչ-որ բան փոխվելու է, թե չի փոխվելու։ Եթե դիմումներին ու բողոքներին բուժ օգնության տրամադրման տեսանկյունից ժամանակին ու բավարար բուժ օգնություն չի տրամադրվելու, ինչ տարբերություն ավելի գեղեցիկ պատերը ներկված կլինեն, թե այդ տխուր պատերը կլինեն։ Ես կարծում եմ, որ այդ բոլոր գումարները կարելի է ներդնել այլ բնույթի վերաբերմունք, այլ բնույթի պատիժներ կազմակերպելու համար։ Օրինակ պրոբացիայի ծառայությանը ավելի լայն հնարավորություններ տալու, նույն տնային կալանքի հետ կապված հնարավորություններ ընդլայնելու։ Միջազգային փաստաթղթերում նշվում է, որ քրեակատարողական հիմնարկը պետք է լինի ոչ թե սոսկ պալճիչ, այլ ավելի շատ բարեփոխող, սոցիալ-վերականգնողական։ Մեզ մոտ այդպես է։ Մենք էլ ենք ընդունել վերջերս, առնվազն գոնե հայտարարել ենք այն մասին, որ մենք պատժողական քաղաքականությունից գնում ենք դեպի այսպես վերականգնողական, բայց եկեք ազնիվ լինենք, հա, ինչ բարեհոգեբանական վիճակ կա քրեակատարողական հիմնարկներում, որտեղ մարդիկ ոչ մի բանով զբաղվելու առանձնապես հնարավորություն չունեն։ Անշուշտ ձեզ կասեն, որ մեծ թվով ավելացել են չգիտեմ, օրինակ ուսուցողական ինչ-որ բաները, հա, բայց մասնակցության տեսակետից իրենք շատ ավելի հետաքրքրության տեսակետից շատ ավելի քիչ են, հա, հնարավորություններ ստեղծելու տեսակետից շատ ավելի քիչ հնարավորություններ են տալիս։ Կան, չգիտեմ, օտար լեզվի ուսուցման փոքր խմբակներ կան, ինչ որ զբաղվածության փոքր խմբակներ կան, բայց մենք չունենք աշխատանք, որը կտա զբաղմունք, որը մասնագիտություն կտա մարդկանց, որը հնարավորություն կտա, ինչու ոչ նաև օգնել ընտանիքին, աշխատել եւ օգնել ընտանիքին վերադարձնել պարտքերը։ Այսինքն բավականին մեծ այսպես սպեկտրով խնդիրներ կան, որոնք որ բախվում են քրեակատարողական հիմնարկներում, առայժմ այդ խնդիրները ցավոք սրտի լուծված չեն, որովհետեւ միշտ պետք է հիշել, որ անգամ եթե մարդիկ գտնվում են ճաղերի ցանկում, այդ մարդիկ մեր քաղաքացիներն են։ Այդ մարդիկ ուշ թե շուտ պիտի վերադառնան հասարակություն, իրանք վերադառնալու են մեր կողքը։ Եվ եթե մենք չենք վերականգնում նրանց որպես սոցիումի անդամ, իրենք վերադառնում են չարացած, իրենք վերադառնում են վիրավորված, նեղացած եւ ոչ մի լավ բան դա չի բերելու ոչ հենց այդ մարդուն անհատին, ոչ իր ընտանիքին, հարազատներին, ոչ էլ կողքը ապրող մնացած բոլորին։ Մենք բոլորս ունենալու ենք խնդիր, եթե չաշխատենք այդ ուղղության վրա։